Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոն է եթերում, մենք ունենք այսօր շատ հետաքրքիր հյուրեր։ Կասկածելի։ Բարի երեկո։ Ես մեծ բան ասեմ, էլի անկեղծ։ Միշտ դու սկսում ես հաղորդում ես բարի երեկո, ես տեղ եմ ուզում սողոսկեմ եւ գտնեմ նույնպես ասեմ բարի երեկո եւ չեմ հասցնում։ Կլինի պայմանավորվենք, որ դու էլ բարևես, բայց ինձ թվում է դու պարզապես չէր ֆայմում եւ 8 տարի հետո հասկացա, որ եթե 8 տարի չեմ բարևե, ի՞նչն է պատճառը։ Միգուցե ես չեմ ֆայմում, չէ, արի սա սղացնեմ Գարիկի արագ խոսալու արանքը դնեմ, փրկվեմ։ Բարի երեկո։ Այ, ես ես բառը չէի լսել, որ դու ասես։ Հասնենք կարում։ Կարողանում ես։ Ապրես։ Բարի երեկո բոլորին։ Ռոբերտ ջան, ունենք այսօր հետաքրքիր հյուրեր, հայտնի եւ մի քիչ հետո հայտնի։ Ներկայացրու քո հյուրերին, ես էլ ներկայացնեմ Մային։ Ներկայացնեմ, իմ հյուրերից ոչ այդքան հայտնի հյուրին սկզբից ներկայացնեմ, տատու արտիստ, ավելի հայեցի, եթե ասեմ, դաջվածքի դերասան։ Դաջվածքի վարպետ, դաջվածքի ուստա, դարվաշվի հոպար։ Աննա Աբաջան, մի հատ բարձր ծափարում եք Աննային։ Աննա ջան, հաղորդումից որ մի հատ լավ դաջվածք մտածենք։ Ունքերդ։ Չես որ հաղթանակած խաղի հաշիվը մեջքից խփի։ Այն գրատախտակ է։ Բայց պարտված խաղի հաշիվը դեմքիդ։ Չէ, մի ասա տես բաներ։ Չի գալիս։ Մյուս հյուրը դերասանուհի, թատրոնի, կինոյի։ Թատրոնի։ Ավելի շատ թատրոն եք, դու այդ դեմքերից ես, կինոն հեչ, թատրոնի, լավ, եթե թատրոնը ուրեմն թատրոնի տաղանդավոր գեղեցկուի դերասանուհի Վիկտորիա Սահակյան։ Մերսի երեխեք, մերսի շատ։ Վիկտորիա ջան, բոլորը եկել են քեզ Ինձ համար։ նայելու, այն տղան կոնկրետ քեզ կպցնելու։ Գարիկ ջան, Ես սիրով ներկայացնեմ իմ հյուրերին ծանոթ եւ անծանոթ, ծանոթ հյուրին ներկայացնելու կարիք էլ չկա։ Միշտ մեր կողքին է ցանկացած ֆորմատի պրոյեկտում կարող ենք դրան տեսնել ու տեսնենք ֆանտաստիկ, լավ։ Դե քեզ չեմ ներկայացնում։ Հաղորդավար, ռադիո հաղորդավար, վաստակավոր ժյուրի, սցենարիստ, հանդիսավար, հանդիսատես, կոչոկ, Բարը չհասկացա, օքեյ։ Դու նորմալ ռուսերեն գիտես։ Կոչոկ, ինտելեկտուալ, շատ, լուրջ եմ ասում, շատ ուժեղ է։ խորը մարդ, լավ ընկեր, Եգոր Գլումով։ Շատ հետաքրքիր, քեզ նաև հետաքրքրող ավելի շատ նյուանսային առումով մասնագիտության տեր մարդ, լուսանկարիչ, բայց պարզապես լուսանկարիչ չէ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական լուսանկարիչ եւ առհասարակ սպորտ լուսանկարիչ Տիգրան Իսկանդերյան։ Ինչ ասում։ Լուրջ ես ասում։ Ես վերջին պարտությունը նկարել ես։ Պարտությունները չեն։ Լավ է, լուրջ գործ չունի, էլի։ Բայց անկես նկարել ես, Վրաստանի խաղը գնացել էի նկարել ես։ Վրաստանում չէ, Հայաստանում հա։ Ես լուրջ որպես ինք ասես։ Ինչ ասած սիր չէ, ճիշտ եմ ներկայացրել։ Հայաստանում հա։ Հայաստան անկես դրսի լավ տեղեր չեն տանում։ Հայաստան, այնտեղ ուրիշ մարդ են տանում։ Տանում են։ Ես սպորտ ինձ Գարիկը ներկայացած, իրոք երկրպագու եմ ցանկացած սպորտի, բայց ֆուտբոլը իմ սրտի անկյունում մի ուրույն տեղ ունի։ Սրտի անկյունում եմ բանից ունի, այդ որ տնգած է դրոշակը, տեղից։ Այո, անկյունայինի։ Այո, իրոք շատ եմ սիրում, ես քեզ։ ողջունում եմ։ Okay, այդ է ստոպ տանք։ Հյուրերն են, այո, կարող ես ընթերցել առաջին փուլի կանոնները եւ մենք սիրով սկսենք։ Այո, առաջին փուլի կանոններն է։ Հիշում ես, դու կարող ես ասել։ Թե հայտարարակ լինես։ Հայտնիները չեն նայ մեր հաղորդումը։ Եկեք հայտարարակ լինենք կլինի։ Ի տարբերություն ունենք հայտնի եւ զվյոզդ մարդկանց, այսպես ասած, տարբերություն այս մարդիկ անգիր գիտեն։ Ես բայց կարամ ասեմ։ Ասա։ Ուրեմն մասնակիցը
Բայց այս մարդիկ են գալի, Նստում եք վերևը գրիմ են ելնում, դուր եք։ այն ինչ բաներ են խոսում, որ ձեն անջատած, չեմ լսեին։ Բայց կարող ես ասել Անկեղծ, գիտեմ, պատմությունը կարդում են, իրանց դիմաց դրված այս կապույտ բաժակի մեջի պատմությունը, խմում ես, մի խոսքով, կամ ճիշտ է պատմությունը գրված, կամ սուտ, բայց ինչումն է իզյումին կան այս փուլի։ Չամիչիկը, որ դու պիտի այդ պատմությունը ներկայացնես որպես քոնը։ Ապրես։ Այս աղջիկը քեզ արժանի չի, ինքը պիտի այս թեմում լիներ։ Մասնակիցներն իրենց արջեր հիմա կարդան իրական։ Հիմա կարդա դու էլ իմաց։ Այո, հիմա կարդամ։ Առաջին փուլ։ Մասնակիցներն իրենց արջեր դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որ իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որ նրանց հետ կապ չունի, եւ մասնակիցն այն կարդում է առաջին անգամ։ Անկախ կարդացած պատմությունից դուք պետք է այն ներկայացնեք իբրև իրականություն։ Ճիշտ պատասխանը մեկ միավոր է, սխալ պատասխանի դեպքում միավոր ոչ, միավոր չի գանձվում։ Եվ սկսում ենք, այո, սկսում ենք Տիգրան ջան ձեզանից։ Տիգրանից, խնդրեմ Տիգրան ջան։ Ես գողացել եմ Կրիստիանո Ռոնալդոյի նասկութայը, իսկ հետո հավաքականի տղաները գողացել են այն ինձնից։ Ում հարցնում եմ գցում է մյուսի վրա։ Այսինքն գողացել ես Գուլպան, այո։ Գիտրին, հա։ Գիտրան։ Այո, գիտրան։ Գողացել ես որ խաղի ժամանակ է։ Ես որպես ֆուտբոլային երկրպագու ֆուտբոլի դա Ես ուզում ցավացնես այդ հարցով։ Որ խաղի ժամանակ է։ Երբ որ կետրի կարեց ըստ երևույթին։ Բայց ինչ ես պատասխանում Տիգրան։ Հայաստան-Վրաստան խաղի ժամանակ։ Որ խաղի ժամանակ է։ Տիգրան ջան, որ խաղի ժամանակ։ Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ էր։ Ով արեց հետրի։ 15 թվականին։ Որտեղ։ Ես այդ ժամանակ նոր էի սկսում։ Որտեղ։ Հանրապետական հիվանդանոց։ Մի անգամից բռնում որտեղ։ Իրանք Հայաստան են եկել 15 Հայաստան, այո, 15 թվականին Հայաստան-Պորտուգալիա հանդիպան ժամանակ։ Ռոնալդոն մի գուլ պայ էր վազում։ Խաղից առաջ էր դա, ոչ թե հետո։ Օ, միջև ինքը դաշտ մտնել է պոկել ես ոդքից։ Ուրեմն ես երբ արդեն անցնելուց եմ լինում այդ միջանցքով, որտեղ Պորտուգալիայի ազգային հավաքականն է, ու դեռ իրանք չեն ժամանել, բայց իրանք շորերը կախած է։ Այսինքն այդ ամբողջ իրանց բուծիները։ Հա, արդեն նախապատրաստ։ Հա, գիտի որ ճիշտ է։ Նախապատրաստացա մտումաներ, սա։ Իսկ միջանցքում Ռոնալդոյի ոդկը դուրս է եղել, ասես։ Ձակ ոդկը կլասենյակները արած ոդկը դուրս է եղել։ Հետո դեռ ոչ մեկ չկար հանդերձ։ Չէ, ոչ մեկ չկար հանդերձարանում։ Ես բնականաբար տեսա, որ այս առիթը ոնց կարան բաց թողում, չգիտեմ իրան կտեյնամ թե չեմ տենա։ Բայց մի գուլպայի մի թայ է վերցրեցիր։ Դե չհասցրի երկրորդը։ Այսինքն որտեղ տեսա որ մարդ Իսկ եկա։ ինքը այսպես իրար է դրված, չէր։ Ոնց է սենց է։ Չէ։ Իրար կողք դրած։ Տես չի, երկու հատ ծալած իրար կողք։ Գուլպաներով։ Գուլպա ցույց տվեց։ Բայց մի րոպե։ Հանեք Բայց ցելա։ բացի, հա կներես Տիգրան ջան, բայց գուլպայից բայց չեք կարծում, եթե կա կախած օրինակ մարզաշապիկը, եթե մարզաշապիկը դա գանձ է, ինչ է մարզաշապիկը մացած այդ դա չես վերցրել։ Աննշան բան է։ Իհարկե վերցրես գուլպան։ Նայեք, Կամ դրամապանակը։ այդ ժամանակ կախած Դրամապանակը վերցրել։ Եվրոներով մի անգամից։ Այդ ժամանակ ես տեսնում եմ որ ամեն ինչից կա մի քանի հատ։ Ջորջինեի նկարը բայց իր ֆորմայից կախած է մի հատ։ Ավելի լավ, մենակ դուք ունենայի։ Դե բա որ մի բան ինչ չլներ, հետո տենային իմ մոտ է։ Ինքը պետք է 21։ Դե ես մտածեցի հետո այդ ֆորմա չի լինելու, չվերցնեմ հանգած։ Հետո որ բնականաբար տեսա ներքևը դրած է մի քանի զույգ այդ գիտրիներից, ես ուզեցա բոլորը վերցնեմ, բայց զգացի որ մարդ է գալիս։ Վերցնելու պայն ընդամենը մի հատն եմ հասցրել։ Ով էր գալիս, բայց։ Դե չգիտեմ, ինչ որ մեկը։ Հետո դու վերցրեցիր գուլպան, դուրս Ես եկա։ վերցնում եմ գուլպան, դուրս եմ գալիս։ Այդ ժամանակ ասում եմ դե որ մոտս չմնա, տանում եմ մեր հանդերձարանի կողմ, որտեղ ես ունեմ իմ մոտ իմ պայուսակը թողած եւ այլն։ Հանդերձարանում Մերոնց հանդերձարանում։ Հա։ Ուզում եմ հանդերձարանում դու տեղ ունես խաղի ժամանակ։ Տեղ չունեմ, ես մինչև էլի խաղը մերոնք է չեն ժամանա, հիշի։ Այսինքն ֆուտբոլիստները չկան։ Այդ օրը չի խաղը։ Այդ օրն է խաղը։ Մի ժամից։ Ասենք, հա ենթադրենք 40 րոպեից գալիս է։ Կոնկրետ ժամ չեմ կարող ասել։ Նոր սկսնակ տանող է ինքը։ Ժամերը չեմ ֆիքս։ Հետո թողնում եմ արագ պայուսակից վրա։ Ֆոտոխցիկի պայուսակի մեջ չեմ էլ դնում, վրա եմ թողնում, որտեղ էլի մարդ չկար, ասում եմ կարամ հանգիստ դուրս գամ, հեսա կգամ, ամեն ինչ կհավաքեմ, դուրս կգամ։
Բայց երբ որ հետ եմ գալիս, այդ ժամանակ արդեն մնացած ընկած իմ գործերով տղերքը ժամանած են լինում։ Մերոնք։ Հա, ու ասում են, էս ինչ ա, որտեղ զգում եմ, որ Պորտուգալիայի զինանշանն ա վրան։ Զգում եմ, որ ճղած չի, հա։ Զգում եմ, որ վրան մեր զինանշանը չի ոչ մերդ կապ չունեցող գույնը առասարակ եւ այլն։ Տղերքը հասկանում են, որ դա իմն է, դա իմ պայուսակից։ Իսկ տղերքը չեն հասկանում, որ դա Ռոնալդոինն է։ Չէ, հասկանում են, որ իմ Մեր հավաքականի տղաները չեն։ Հետո վերցնում են ինա դու պահում են, որովհետեւ ուզում են կատակեն։ Այսինքն գամ, ես տենամ չկա եւ այլն, հա։ Հետո ես գալիս եմ, հարցնում եմ ով ա վերցրել ու ամեն մեկը իրան փոխանցում։ Հա, սենց, բայց վերջում ամենավերջում։ Այն հանդերձարները որ սենց ինչ Ուգուչիկուի վրա գցեցի չկարացա։ Չլում են, բայց գտակի վերջը։ Վերջը չգտակ տենցել Տիգրան ջան։ Չէ, վերցրել եմ։ Հա, հետ վերջ ով տվեց, ուզում եմ իմանալ մեր։ Ասեմ։ Հա, իհարկե։ Ով Ավակը։ Ավակը Վարազդատ Հարոյանը։ Վատոն։ Վարազդատ Հարոյանին միած Վարազդատ Հարոյանը դոմես վերած ինքը ոնց որ կոպիտ ասած ավելի քրկը վազվրա տարել էլի կեսը տվել ես իրան գուլպայի Կտրել ենք, հասկացա տվել ես ինչ ես կարծում նմանատիպ հետաքրքիր հիմա տաննա չէ երևի ձեր այդ գուլպան հա գուլպան Տիգրանես տանն է իսկ դու գուլպայի շուրջ տունը կառուցել Տատիկը շարունակությունա գործել։ Քրիշտիանո Ռոնալդոյի գուլպան ունի բախտավոր։ Անկեղծ ասած, ինքը այնքան սահուն պատմեց այս պատմությունը, այնքան պատրաստված։ Որ չես հավատում։ Որ հավատում ես։ Հավատում ես։ Աննա ջան դուք Ես համաձայն եմ, որ շատ սահուն էր, բայց այն չեմ հավատում մի տեսակ, չգիտեմ։ Թողում եք ինձ, ես որոշեմ։ Հա։ Չես հավատում, հավատում ես։ Չէ, հակառակը։ Հակառակը։ Եկա իմ որոշելուց բան չի փոխվում, հասկացա, հավատում ես, չես հավատում։ Այ ես էլ եմ ուզում հավատամ։ Ես էլ եմ ուզում հավատամ, որովհետև մեր հավաքականի ֆոտոլրագրողները այսպիսին են։ Լուրջ է, ես Գողցող։ Այո, նա տանող է։ Ինձ թվում է նրա աչքերից ես նայում եմ, նույնիսկ իսկ մայ գարիկի շալվարը չկա։ Գարի ջան, մտայիդ ես գուլպաները հակտա թե միանգամից Տիգրանը պոկել է։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը ճիշտ է եւ դու ունես Քրիշտիանո Ռոնալդոյի այդ կախարդակ աչքեր թե ձախը։ Աչը։ Մենք հավատում ենք։ Շատ լավ։ Կուզեի։ Այո, Չեմ ապրես եղբայր, նասկու գծով չեմպիոն, որը ինձ արհամարող։ Լսեցի ինչ ասում, այ հիմա չեմ հավատում։ Ասում ես հավատում եմ։ Ես ունեմ շատ լավ ինտուիցիա։ Շատ ապրես։ Աննային, հա, Աննա ջան կներես, լուրջ եմ ասում։ Այս թիմին արժանի խաղեր սա։ Չէ, լավն է։ Նարեկ էր ինքը Տիգրան։ Նույնիսկ անունը չես հիշում։ Տիգրանի երեխեք դուք հավատացիք։ Հիմա ինչ կուզենք ասել։ Ոչ մեկ ինչ չի լսում։ Լավ։ Ոչ չէ, ինչի՞ չեք Լավ, լսում։ Աննային վստահում եմ։ Աննա ջան, մյուսը ոնց ասես տենց է։ Այս Վիկայի պատմությունը ոնց ասես տենց է։ Վիկտորիա, Ընթերցեք։ Ես Եգիպտոսում հանգստանալու ժամանակ ունեի իմ անձնական ծառան։ Օ, Կլեոպատրան է իր։ Լսի, ինչ էր անում քո համար ծառան, որ չեր անի ուրիշ տղամարդ։ Որ չեր անում ուրիշների համար, ովքեր որ պարզապես թեավճար էին տալիս, բայց ծառան չէր։ Նախ մաքսիմալ ուշադիր էր իմ հանդեպ, այսինքն ես որ քայլում էի ճանապարհում էր։ Բայց այնց հովանելով է գալիս այնց։ Չէ, դե ծառան ես մի քիչ իմ մեջ ուռճացրել եմ այդ պատմությունը։ Այսինքն ոնց է իրականում տեղի ունեցել։ Իդեպ Եգիպտոսն էլ է ուռճացրել, Սեյվանում։ Ու ինքը չէ, ընկերուհին։ Ու ամենակարևորը այս պատմության մեջ, ճիշտ ասած, ինքը ինձ ուզում էր տենց մի Կարող ես թե վերջացնել։ Գիտեմ քանի Ինքը ինձ ուզում էր։ Վերջակետ։ Երթադրում եմ, որ դրանից դրդված ինքը ծառայում էր ինձ ու ուզում էր ինձ ուխտերի հետ փոխեր։ Նկարահանման մեր Ուղտեր վերցներ, սպասի ով էր ում ծառան, մի հատ էդ Մենք ասում եմ, բալամ դու կուրսով քանի ուխտ առնես։ Ուխտերի լույս քանի։ Անկեղծ եմ ասում։ Քանի ուխտ էին տալիս։ Տենց մոտավորապես մի 100 չեմտը ուխտ են առաջարկել։ Ես Աննա, գնա այնտեղ նստի։ Այ քեզ բան։ Չի փոխել, հա։ Հա, փոխել է։ Չի, չես կարա չփոխես։ Լուրջ եմ ասում, մյուս հաղորդմանը յուր ուխտ է։ Թանկ բանա, բավականին ուխտը 1։ Հա, ու այն էլ Եգիպտոսում։ Դե Հայաստանում այդքան Անկեղծ շատ հնարավոր է ինքը մեր հայ տղաների պես օրինակ չուներ այդքան ուխտ
պրոստը խոստանում էր։ Հա, օդեր։ Հա, օդեր։ Ուղղակի ասում էր, որ օրինակ, եթե ես ձեր նկարահանման հրապարակին ուղիղ իրանց էր ասում, օրինակ, այս ինչ ջան, կարամ այսքան ուղ տամ ինքը մնաս տեղ։ Ծառան։ Ես մնամ Եգիպտոսում։ Ծառայի հետ։ Ծառային մնաց տեր։ Ծառային մնամ։ Ձեռն ու ձեռն ու ուխտերը մեր նկարահանման սաստավը վերցնի ուխտերը ու գա Հայաստան։ Ու գա Հայաստան։ Ինչ Բայց որոշեցին։ չհամաձայնեցին, չէ, չհամաձայնեցին։ Ես ասեցի, որ ես որպես աղջիկ ուռճացրել եմ ու իմ մեջ դա ավելի գույներ եմ հաղորդել այդ Ավելի գույներ եմ հաղորդել ու ավելի ուրիշ պատմություն եմ ձեզ պատմելու։ Ուռճացրել ես պատմությունը։ Կարծում եմ սուտ է այս պատմությունը։ Կարծում եմ սուտ է այս պատմությունը։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Պատկանում եմ չպացրած, բարձրացրու եւ ասա էլի մատ։ Ես էլ եմ կարծում որ այս պատմությունը Այո, որովհետև այո, ծառա բառից նա մի քիչ լարվեց եւ որովհետև կարողացավ այդ տղային վերացնել ծառայի անգամ նույնիսկ եթե այս պատմությունը վերջում պետք է սուտ դուրս։ Բայց այն ինչ պատմել եմ ճիշտ է։ Շարից եւ փորձանքից հեռու է։ Մեկ միավոր վաստակեցին Գարիկանց թիմը։ Արագ ես գալի արդեն գրում։ Գարիկանց թիմը եւ ես իրոք ճամփեն արդեն արել եմ։ Գարիկ ջան, դուք եք կարդում։ Ես եմ։ Չէ, Գարիկը։ Ինձ հետա դուքով խոսում եք, միշտ ֆիքսեք։ Հարգանքի նշանա, մեծ մարդ է, ինքը շալը կապած փորին։ Ու չի տեսնում նայ։ Համ, պապի ջան, կարդա։ Ես ինձ համար Չինաստանից պատվիրել եմ արհեստական բանականությամբ նստատեղ մերսող սարք, որի հետ կարող է շփվել մերսման ընթացքում։ Ծառայել կա։ Այսինքն դու նստում ես, ինքը մերսում է քո ողնաշարը, Ամեն ինչը։ տոտուզը։ Եվ շփվում ես հետը։ Ինչ լեզվով եւ ինչ եք շփվում։ Ինքը ի սկզբանե ինչի ընտրեց իրան, տարբեր օպցիաներ կար, Իրանից լավն էլ կար, բայց ինչի չընտրեցի մյուսները, որովհետեւ մենակ չինարեն էին խոսում։ Սա կարելի էր application-ի մեջ փոխել լեզուն, թե հայերեն։ Ինչ էր application-ի անվանումը, եթե գաղտնիք չի։ Հավելվածի անունը։ Thankshu։ Ինչ։ Thankshu։ Thankshu։ Իսկ Գոչվում է TONGXUE, Thankshu։ Իսկ բրենդը ինչ Չգիտեմ ինչ անշանակում, իսկ ինչ բրենդ էր այդ։ Մերսող սարքը ինչ բրենդի էր։ Գուշակիր։ Thankshu։ Ահա, բրենդը Thankshu էր։ Հասկացա։ Գումա ինչքան փող ես տվել դրան։ 320 Դու ոնց է ինքը հատուկ հարմարանք, հա։ Դրամ մի րոպե, ինչի։ $20 Յուան ինչ։ Յուան։ Իսկ ինքը ոնց որ դնում ես բասկաթորի վրա։ Հա, ինքը դնում ես բասկաթորի վրա, ինքը նաև վիզն է մերսում, բայց նաև ունի վարսախոսներ։ Այստեղ, որ խոսալուց համ ձայնդ է լսում, համ քեզ պատասխանում է։ Կեզերան նավա, այդ ինչ է, շատ ուժեղ բան է։ Ո՞ւմ ասում ինչքանով է ինքը հարմար սարք, երբ որ դու պարկած ես որ հանգստանաս, մեկը ստեղ ինչ որ բան է գոռում, մեջ։ Չէ, բայց ինքը միշտ չի գոռում։ Ինքը ոնց որ ասում ես մի հատ մեջքս էլի մի հատ այ։ Ինչ ասում։ Բայց ինքը անգլերեն հարցնում է որտեղ։ Որտեղ։ Մի քիչ վերև էլի ազիս։ Բաբա մի քիչ ստող էլի։ Այդ պայ։ Հա, քորի։ Բաբա ձերդ մի մծրատ է հետո։ Եթե մի մտի։ Բայց այդպես մոտավորապես ինքը նաև կարողանում ես իր վրա դնես քո Spotify account-ը գցես ու նաև կարող ես ասես հա հիմա մի հատ ասում ես։ Ինչ երգեր ես լսում։ Քո ճաշակը մի հատ ասում ես relaxation, massage։ Հավատում ես դու։ Ոչ։ Ես եթե Գվանջոյից հավատեմ, ոչ։ Ինչու ոչ։ Եթե Թոնգշույցը պատվիրել չեմ։ Մաքուր Թոնգշույա բայց։ Նու իսկ ուզում ես բացատրես ինչու թե ուղակի ոչ։ Լսի, ինձ թվում է ուղղակի ոչ, իր աչքերը մատնում են իրան։ Մատնում են։ Դու փորձ ունես տղամարդկանց հետ շփման։ Կարիքի աչքերն եմ ուղղակի երկար։ Հասկացա։ Աննա ջան, դուք որպես տատույած տատու։ Ինչի նայում։ Ինչ եք կարծում։ Գարիկից սպասում եմ ճիշտ։ Սպասում ես, չէ՞։ Որովհետև հա, այդ իր Սա գժոյ է։ գադջետների եւ application-ների հանդեպ այս ես հասկանում եմ լրիվ։ Հավատում ես։ Չէ։ Իսկ կարիքը ռեմատիզմ։ Չես հավատում։ Չես հավատում։ Դու հավատում։ Ես ուզում եի անկես դու ասեիր հավատում եմ որ քո կողմը բռնեմ։ Ես ինքը չի հավատում։ Մենք չենք հավատում։ Չեն հավատում։ Ես իրոք ուզում եի ես ոնց որ առաջին փուլի մեր Բայց սրտանց հավատում։ Այլ մի քիչ հավատում եմ։ Մի քիչ ես էլ, բայց մի քիչ։ Չէ, մեջքի խնդրեմ ունի, լուրջ եմ ասում, մեջքի խնդրեմ, ինքը տենց։ Եթե հələ ունի, ուրեմն չի պատվիրել։ Կարծում ես սուտ է։ Եթե Լեոնի ուրեմն չի պատվիրել։ Մենք կարծում ենք, իմ թիմակիցները իրավի կանացի ինչ որ մի տենց ինտուիցիա ունեն, էլի, բայց ես կարծում եմ որ ճիշտ է։ Բայց իմ թիմակիցները կարծում եք սուտ է։ Այս պատմությունը սուտ է։ Շատ բարի, իսկ այս պատմությունը դե իհարկե Ռոբին շատ լավ գիտի։ Այս պատմությունը սուտ է։ Այո,
Մատ Գարիկ ջան, մատ այդ առողջ մեջքով մատ։ Բայց եթե այդ սարքը կա, խնդրում եմ, ինձ էլ ասեք։ Լսի, Չէ, ուժեղ է, բայց Աննա ջան, ես հավատալու եմ քեզ արդեն։ Չէ, Բայց չէ, ես էլ էի։ Քեզ կներես, քեզ էլ։ Մենք այն զրոջ։ Բայց մենք երկու պատմություն ենք պատմել, չի հաշիվը։ Այնտեղ սխալ պատասխանի դեպքում միավոր չի գնում։ Ոնց որ սխալ էին պատասխանել։ Okay։ Հիմա դու ես կարդալու Հիմա ես եմ պատմություն։ կարդում։ Պետք է համոզենք։ Համոզենք չէ, պետք է համոզեմ։ Մենք Հաշվի առնելով քո Եգիպտոսի պատմությունը, դու ընդհանրապես չհամոզեցիր։ Նես որ չխառնվեք իմ պատմության Ես կարամ մեջ։ գնամ։ 100% մենք Ես կարամ Խնդրում գնամ։ եմ դու մեզ պետք ես մի գնա։ մենք չենք։ Չէ, կարդամ։ Սպանիր կարդա։ Գնաց։ Ինքնաթիռում մի օտարերկրացու հավատացրել եմ, որ ես նույնպես իր երկրից եմ։ Հարցեր չունենք, ինչ եք կարծում։ Որ երկրից։ Հունգարիայից։ Չէ, Հայաստան հայ էր։ Ապե հայաց։ Մեր հայրենակիցը անունը Արտավազդ էր։ Դե բնականաբար սա հասկացաք, որ սա ուղղակի կատակ է։ Կատակ էր։ Որ երկրից էր օտարերկրացին։ Օտարերկրացին գիտեք ինչ էր, Հնդկաստանից էր։ Մաքուր հնդիկ էր, Հնդկաստանից էլ թռնում Չէ, էր։ հնդիկեր ինքը գիտեք, բայց որ հնդիկների որ կաստային որ դասիներ պատխանում։ Ուրեմն Հնդկաստանում կա նահանգ, որը կոչվում է Փանջաբի։ Կա, Փանջաբը գիտեք։ Ուրեմն այդ քաղաքում, այդ նահանգում ուրեմն կա մոտ 20 միլիոն, հատկապես կա 20 միլիոն $։ Չէ, Հնդկաստանի բնակիչներ, ովքեր կոչվում են սիկհեր։ Ինչ։ Սիկհեր։ Ես Դու համոզեցի, որ դու սիկհ Այո, ես։ ես համոզեցի, որ ես սիկհ եմ, այո, այն հատուկ։ Բայց գլուխը ցավում էր սրբիչ էր, կապած ստացել։ Բնականաբար ես չունեի։ Չէ, ես ասացի։ Ուրեմն նստեցի, ես 5 ժամ թռիչք էր, 5 ժամ թռիչք։ Որտեղից որտեղ։ Սիկհեր Լոս Անջելեսից դեպի Նյու Յորք էի թռնում։ ԱՄՆ-ում սենց եմ, սիկհերը շատ են։ Շատ են, այո։ Հա, գաղութը Սիկհերն ու դու շատ եք։ ավելի շատ Կանադա, ԱՄՆ, Բրիտանիա շատ կան սիկհեր։ Այդ նստեցի մոտ պարապո, չեմ լի։ Սիկերը հոբին է, Ռոբի միջերս Չէ, ասեմ։ լսեք, ժողովուրդ, սա լուրջ պատմություն է, իրոք լուրջ պատմություն է։ Արա համար չենք ուզում լսել։ Ուրեմն ես ուրեմն ինձ այդտեղ օգնեց, ես որ սիկհերի մասին ֆանտաստիկ շատ տեղեկություն ունեմ։ Որտեվ ես Ավելի շատ քան դպրոցական ինքը ինձ թվում է։ երևի, որտեվ դպրոցական ես մի անգամ իր արտակինից հասկացա, որ սիկհը ինքը փտտվեցի դպրոցական տարիներին շատ կարդացած լինելով, ուրեմն կար գրող, ես այդտեղից սկսեմ էլի, կար գրող աշխարհագրագետ հայտնի Կամսար Ավետիսյան։ Ուրեմն Կամսար Ավետիսյանը գիրք ուներ, կոչվում էր Պատանի աշխարհագրագետ եւ Արևելքի Մարգարիտը։ Գրքեր ուներ, ես կարդացել էի ու գիտես ջրի պես գիտեի միջև իմ էլ սիկհերի մասին, իրանց սուրբ առաջնորդի մասին։ Իրանք ինչ-որ առանձնահատկություն ունեն։ Այո։ Շատ։ Իրանց սուրբ առաջնորդի, իրանց է սուրբ քաղաքի ամեն ինչի։ Պատտվեցի ես մարդուն սկսեցի ասել, ես գիտեմ, այն գիտեմ, խոսում։ Ասեց դու ով ես։ Ասեց ո՞նց կարաս դու այդքան բան իմանաս մեր մասին։ Ասեցի իրականում կատակ էր դա, բայց դու իբրես լուրջ ես տալը միջև։ Ասի ես իրականում ես եմ սիկհ։ Ասես really? Ասի yeah man։ Ասես լուրջ ես really ասեցի հայ ես սիկհ եմ ասի։ Ուղղակի ասեցի ես կարող եմ արտակնապես, ասեցի արտակնապես my outside is not sink but my inside is Holy Spirit։ Ասեցի իմ ներսը սիկհ է ասի իմ հայրը սիկհ է, մայրս ասեցի օտարերկրացի է։ Ես ոնց որ իրանք շուտ բաժանվել են, ասես Բռներեմ հորս կողմ ավելի շատ։ Լուրջ ասես այդ մաման դե գնաց բան, ես ավելի շատ հիմա բան էլի։ Այդ դրա համար Ուղղակի գլուխը շոքում էր։ Ասի չեմ պահում ձեր բաները, լուրջ։ Ասի հա իհարկե գինեմ, ասի բանը ձեր ասի առաջնորդը սիկհերի հիմնադիր ասի նանակը չի, գուրու նանակը չի։ Որ ասում եմ ոնց որ դու գիտես, ասում եմ որ ասում սիկհ եմ, չես հավատում։ Բայց ինքը քեզ ամոթ հանգ չտվեց, որ դու որպես սինխ ես Չէ, ես ներկայանում ավելի, չէ, բայց ես ավելի ժամանակակից ես, ինչ որ ուլտրա casual սինք էի։ Սինքը ես լուրջ ինքը սենց ես այլ ես մի քիչ ասատատ եմ։ Այո, հա, իմը տես բաններ էլի։ Խոսացի ասի ես նույնիսկ չեմ կարողանում ասի, չեմ տիրապետում էլի ձեր լեզվին ասի սանսկրիտին կամ հնդկերեն բան, չգիտեմ, ասի սենց ինձ ասի բաժանել են, տարել են բան, ասես լուրջ վերջում դե որ ինքնաթիռ արդեն վայրեջ կատարեց դուրս էին գալի, փաթաթվեց, ասեց your brother բան տենց, մի անգամից Նյու Յորքն է զենանի։
Չեն յոհա գնացինք եւ բաժանվեցինք ու այդ մարդը ինձ թվում է միջև հիմա։ Գիտի որ ես ինքն ու հավատացել եմ։ Որ Հայաստանում սին խախտում Այո, որովհետեւ ես իտե այլ ազգիների ես իմ փորձից եմ ասում էլի, ի տարբերություն հայերի եւ այլ ազգիների, այլ որ իրենց ինչ որ մի հատ բան ասում, հավատում են։ Իրանք չունեն որ արա էսի խափում ամես կատականում անկեղծ երեխեք չկա իրա հասկանում ինչի պետք է խափես այո չեն հասկանում արա ինչպես մարդը պետք է այսքան ինֆորմացիա ունի մեր մասին ու ինչը պետք է խափի փաթաթվեց բան արեց ասես որ շեմ կբարևես սպանման տենց ինքը իմացա համայնքի հետ կապ չէ չկա իհարկե Սինքրահայության չկա բայց որ ես սինքրահայության բայց որ ֆուդկորտեր գնում եմ այդ հավն եմ կարիով միշտ վերցնում որպես հարգանքի նշան մի քիչ հարգանքի նշան արմատներին Ինչ է կարծում ես պատմությունը ճիշտ էր Ես չեմ հավատում Չեմ հավատում, չեմ Այո շանս չունեմ ինչ մեծ մտածում չեք հավատում ենք այս պատմությանը Ladies and gentlemen this story Yes, հնդկական акցենտով եմ։ This story is true. True story. This story is true. True story. Թերի մի հատ Այո, վատրի չէ։ Թերի true story-ին սխալ գուշակեցին, միավոր չի գալիս։ Սա լրիվ ճիշտ պատմություն էր ու Մազերդ հասկացա, բա բրասլետը չասեց ուրա երկաթի բրասլետ։ Ես շուրտը ված սիք է, ես իմում Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Հանդիսանալով Samsung, Nokia, Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկրողը Հայաստանում, Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանքներ, տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից։ Իդեպ Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվեր, քարտ եւ հնարավորություն տալ ձեր մտերիմները հենց իրենք ընտրեն ճաշակով նվերներ, որովհետեւ կարող է դու Այդքան էլ լավ չգիտես քո ընկերոջ կամ մայրիկի ճաշակը։ Ցանկություն մայրիկի մտքերը։ Ցանկություն կամ մայրիկի ինչը մտքերը։ Նայու։ Դեմքիս սպին ստացել եմ 3-րդ դասարանում որսի ժամանակ։ Այս աչ IT։ Այս է, այո։ Արչի չանչը։ Սպիով դեմքն է, ինքը Al Pacino-յան։ Человек со шрамом։ Այո։ Փոքրիկ է, Al Pacino կե։ 3-րդ դասարան։ 3-րդ դասարանում որս որ անտառում։ Տայգայում։ Ինչի որսի եկան, եղնիկ։ Ոչ, Սիբիրում չեն որոշում ինչի որսի են գնում, գնում են որսի մարդիկ։ Ինչ բռնեն։ Ծառ բան։ Ես ասեմ, որ դա գարուն էր, ըստ երևույթի, նու արջ չէ, որտեվ արջերին այդ ժամանակ չի կարելի, ծիտ եւ այլն տենց։ Ծիտ։ Իսկ ոնց ստացվեց այդ ծիտը, այսինքն Ծիտը չէ։ Ես ամս լսենք ոնց։ Որսի ժամանակ, պատմեմ։ Արջ է եկել վրան, բայց որ ալի կրակը։ Ես ես բացատրեմ։ Մենք ապրում ենք Սիբիրում, ես Որ քաղաքում գոր։ Քաղաքում չէ, գյուղ, Սելո Իրբեյսկը, Կրասնոյարսկի край։ Իրբեսկի մասին ամեն ինչ գիտես, չէ՞։ Շուր տված Իրբեսկիից։ Եթե դու սիկխերի մասին գիտես, ես Ուրեմն այնտեղ հայրիկս իր ընկերների հետ գնում է որսի եւ ինձ էլ առաջին անգամ տանում են որսի, միջև այդ ես կրակել եմ մեր հրացանից դվստվոլկա, սենց վերտիկալկա, որը դնում ես ուսիդ եւ կրակում ես, ում ուզում ես։ Իսկ այնտեղ ինձ այլ որսորդ տվեց իր հրացանը, որը ոչ թե վերտիկալկա էր, այլ գորիզոնտալկա ու կուրկով էր։ Սենց են որ հասկացաք։ Այդ որ դրել եմ այդ կուրոկով այդտենց բացել։ Այս բանը մի անգամ Կուրոկը արջը չի։ Պրոստը ինչ որ Ա դու գիտես Չէ, դժվար արջը սենց անել ու գնալ։ Էլի մի բանս, էլի ինչ որ բան կփոքես, բայց քանի որ կարողանում եմ խոսել լեզուս չի փոքե, քանի որ 4 երեխա ունեմ, ուրիշ ոչ մի բան չի։ Կուրոկն է։ Եթե 4 երեխա ունեմ, մի բան էլ ավելացրել։ Բանը կպես, բանը արես, արուն լրիվ։ Հա, հետո ինքը բաներից մի անգամից հայրիկը խառնվեց իրար, հա։ Նու հայրիկը այդ պահին տեղ չէր, բացվել էր բավականին շատ։ Կոկոն վարդի նման։ Եվ այլն։ Այո, փագել էին, հետո վերջը որսը թողեցին, ինձ բերեցին հետ։ Ինքը ձմեռներ։ Չէ, գարնան։ Գարնան է։ Այո։ Բերեցին ուր։ Չէ, գնացին գյուղ, նորից վերադարձան։ Հա, որ ինչ անեք, կարեց։ Կարեց, իմ հայրիկ, իմ պապան է կարե։
Իսկ հետո ոնց պապանա կարել։ Ես քեզ ավելին ասեմ, իմ պապան իմ վրա արել է նաև այլ վիրահատություններ։ Մի օպե պապան բժիշկ։ Վիրաբույժ, հա պապան, հա ինքը ուներ է։ Չէ, եկել ենք հասել ենք հիվանդանոց, ժողովուրդ, ոչ իման չուներ։ Այդտեղ կար 7 բամբակ, ինչ որ առաջի բուժ։ Միանգամից պապան տենց հանգիստ։ Տարել ենք, հասել ենք գյուղ, կարել է, ես եկել եմ տուն, գրկել եմ։ Բայց դու լացուկ չէ, լացուկոցը չէ։ Նու այդքան շատ չէի լացում առաջի պահին երևի։ Իսկ ինչքան էր բացվել։ Լրիվ բացվել։ Հենա մոտ կարող ես մոտիկին մտնել։ Նկատի ունեմ տակը երևում է։ Լեզուս կարոմի հան է այնցերից։ Ոյ, մի օպե։ Լուրջ ես ասում։ բայց չէր հանում։ Իսկ հետո, այ, ներսից էին կարել։ Ու դրսից։ Բայց ոչ մի որ ված կարել լեզուն է կարել։ Լեզու կարել կարին վերջը։ Եկա տուն, գրկեցի փոքր եղբորս, որը որ մի քանի ամսական էր, նա թաթկը գցեց, ու ես վերևի կարերը հանեց։ Ուտեց էլ ես Շատ պետք է այդ պահին Ավելամա արջը հարցակված ներ։ Տանջը, իսկ ոնց էր ինքը շուռ տվել նոր էր կարում, որ հեշտ կարի։ Սկզբից կարում են, իսկ ստեին այսպես կոսմետիկ կար է կոչում դա։ Այդ հիանալի է, ինչ ես կարծում։ Պատմությունը ճիշտ։ Պատմությունը ճիշտ է։ Աննա ջան, դուք ինչ կասեք որպես Որպես էքսպերտ ստի։ Որպես շրամներ ծածկած մարդ։ Այո, որպես ստի դետեկտոր, այո։ Տատուով։ Իրականում ես երևի հավատում եմ։ Հավատում եք։ Ես էլ եմ հավատում։ Նենց սիրտս տեղը։ Ես էլ եմ հավատում, որովհետև ինձ թվում է մի օր պետք է մի հաղորդման շրջանում բացահայտվեր, որտեղից այս առնական տղամարդուն սպի։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը ճիշտ է։ Եթե սուտ է, ամոթ Այդ շրամը Ռոբի սրտին։ Այսինչ կանացի բղավի ուներ, այսինչ ճիչ է։ Ոչ շատ եմ ուրախացել։ Ուրախացել, այո։ Գարիկ ջան, խնդրում եմ երկու միավոր մեզ։ Ինչ։ Մեկ միավոր։ Նու երկու, դառնում ենք երկու։ Նու մեկը դարձրու երկու, ես պարզապես պատահական Շատ Վրիպակ էր, հա, սա վրիպակ էր, այո, վրիպակ էր, խնդրում եմ գրի եւ արագ գնացի տեղդ։ Մեր թիմի վերջին մասնակիցն է կարդում։ Աննան։ Ասենք, Աննա ջան դուք եք։ Տատուի վարպետ Ռոբի ապագա ունքերի հեղինակ։ Ինչ եղե ունքերից իմ։ Կներեք։ Այն բարակ Մոնոբրով։ Մի անգամ իմ հաճախորդներից մեկի խնդրանքով նրա մեջքին դաջել եմ խաշի սեղան։ Խաշի սեղան։ Այո։ Մենակ սեղան, թե վրան միքշե պանիր բամբեր Աննա ջանատ։ Այդ լիմոնադ էլի դեմից միջև խաշը լինի։ Իսկ վրան մարդն էլ է եղել, որ սրբիջը գլխին։ Տեսքը խաշի ինչ էր։ Այսքան է տատուի տեսքը, էլի։ Տեսեք, դե բնականաբար սեղանները բոլորը նույնն են, եթե իրանց վրա չկա պատկերված որևէ բան։ Ճիշտ է։ Բնականաբար կային հատուկ բոլոր ատրիբուտները, որոնք որ կհուշեին մեզ, որ դա խաշի սեղան է։ Մենյու էր ինքը տվել։ Ուտող խմող մարդու։ Լավ, իրականում ասեմ, ինչ ինչպես է կատարվել դա, քանի որ իմ հաճախորդը սփյուռքահայ էր եւ չէր ապրում Հայաստանում, ինքը, հաճախ են տենց հաճախորդներ գալիս են, մեր մոտ հայերեն ասի, եւ Հայերեն խաշի սեղան։ Պատակալ ուզեցել ասի մասից, ասելա խաշ։ Արագացի դոշին խաշ եմ կերե, բանապատեմ, ասրա խաշ պիտի անի։ Հիմա ասեմ, քանի որ բնականաբար շատ մեծ դաջվածք չեն կարել, քիչ Քանի հոգանոց։ Քանի հոգի կարեց սեղանի շուրջ։ Մարդիկ պատկերված չէին, պատկերված էր միայն սեղանը, եւ Մի այդ սեղանի վրա մի հոգու խաշեր է։ Չէ, մի քանի ապսետ պատկերել ենք իհարկե, բայց մարդիկ չկային, էլի ուզում ասեմ, մենակ սեղանները։ Հələ չէին եկել, հա։ Ակը գրածել դեռ չեն եկել։ Reserved։ Աթորներ կար, աթոր կար։ Չէ։ Ամենակ սեղան։ Հա, մենակ սեղանը ոնց որ վերևից էլի, վերևից պատկերված, հա, ասենց ընդամենը գծերով, ինչ որ քանի որ ես աշխատում եմ մինիմալիզմի մեջ, այսինքն իմ մոտ շատ այնց ռեալիստիկ չեն։ Համասարը չես գծե, մենակ է ջուրը։ Ուղղակի outline-ներով պատկերված, հա, խաշը, այսինքն այդ ամանը կլոր։ Խաշն ու մինիմալիզմը, խաշը ամենամաքսիմալ բանն է, որ կարաս օրգանիզմիդ հետ անես։ Չես կարա կրեատիվ փախած խաշ անես, էլի։ Հա, ինքս Շատ ավանդականներ ինչ խոսք։ Գծային, չգիտեմ ինչ կան, абստրակտ խաշ, էլի, չի լմար, ինքս ճենջոտ մի հատ ոնց էս այդ ստացը յուղը, էլի, թանձրությունը, բուղը։ Չէ, նորից եմ ասում, ես ռեալիզմի մեջ եմ աշխատում եւ ուղղակի սկեչային տարբերակ, հա, ճեպանկարային, տենց պատկերել էինք absent, այնտեղ սեղանի վրա տեղադրված այդ թաշախուստը, խաշի։ Թաշախուստը բողկ բան։ Այո, եւ ուղղակի բաժակներ, ինչ Գունավոր։
Չէ։ Խաշի մի գույնի, չի, կավի ծամանի մեջ նույն գույնի բան։ Ողկը կարմիր է։ Չէ, ուղղակի սկեչային Չէ, դա սպիտակ էլ կա։ լայներով, պատկերել էին, Բայց ո՞նց է զգացվում, որ այդ խաշա։ Իդի պետք է ոնց որ զգացվի, որ խաշա, թե չէ կլիներ սեղան, նատյուրմորտ կդառնար ընդհանրապես։ Այդ սեղան ոնց որ սենց են ամաններ, բան մինիմալի։ Բակը գրած է, սա խաշը։ Չէ, քանի որ նայեք, իրականում դաջվածքը ամեն մարդու համար է արվում ու պարտադիր շիշո մեկը ցուցահանդես չէ, գանա, օ, սա խաշ է, ոչ սա։ Մեջքիդ որ անում ես, ոչ դու ես տեսնում, ոչ չէ։ Չէ, դե այդ մարդը իր համար էր անում, բնականաբար չեն գրել սա խաշ է, բայց ընդհանուր սկեչի մեջ փորձել ենք պատկերենք, որ հասկանան, այսինքն ափսեի ֆորմայով, կողքի հետ, չգիտեմ, փոքր սխտորի sense կճեպիկ ենք, կճեպ չէ։ Դե ուզում մինիմալացնի, դա մեծ սխտորա явնի մարդու մեջքին նկարացել։ Չէ, sense Մինոպե ես կողմ եմ, որտեղ ուզում եմ գեղագիտորեն, ես հիմա հաղորդում լավաշը փրտացել մեջ արդեն, թե։ Չէ, ուղղակի sense պատկերել ենք, այդ կլորած որ sense դրված է, այսինքն ակնհայտ որ տեսնեիր հայ մարդը, հաստատ կհասկանար, որ դա հայ խաշի մարդու սեղան է։ մեջք է։ Ես օրինակ խնդրել եմ հաղորդումից դիմը թաբուլ է խփում մեջքից։ Էդ իմ սիրած սիրո։ Դա թաբուլ էլի։ Մեկը ժենգալով հացի ես ուզում դեռ ազատ այ։ Այո։ Ինչ է կարծում Խաշ ընկերներ։ ինդիվիդում, ես չեմ հավատում, չգիտեմ։ Ինդիվիդում խաշինգ։ Դու էլ չես հավատում, հա։ Դու էլ չես հավատում։ Հասկացա։ Ես էլ չեմ հավատում։ Մի անգամից ասեմ։ Ասա լտիլիամ։ Լավն է այս պատմությունը։ Ինձ թվում է որ հավես հատատու արտիստին, որ այսպեսի պատմություն ընկնի սուտ ու ինքը փորձի մեզ մոլորեցնել, բայց չկարողանա։ Մենք կարծում ենք այս պատմությունը սուտ էր։ Աննա ջան, միացավանյաց չես փռել անծանոթի մեջքին։ Իսկ այս պատմությունը ցավոք սուտ է։ Այո։ Այո։ Ռոբերտ ջան, նա սրբիչը գլխիդ գցած մոնար։ Բայց եթե կարծում եք, որ sense բան չի կարա լինի, դուք սխալվում եք։ Հաստատ կարա, բայց չէ եղել։ Բայց կարա, ու կլինի։ Ու կլինի։ Այս ծրագրից հետո։ Ես ինչի չի եղել։ Տիգրանով Ռոբը խախում է խաշի։ քիչ։ Ստացում եմ։ Ոչ ոքի է։ Ոչ ոքի է երկու եւ ոքին ես դա նշանակում է որ փուլ ըստ քեզ կարելի է Քանի որ հաշիվը 2-2 է, մենք մի անգամից Ասնում ենք երկրորդ փուլ։ Ոչ, երրորդ։ Երրորդ փուլ։ Այս կարծում եմ այս սակագնային փաթեթը, որ սակագնային պլանը, որ Վիվան առաջարկում է, հետաքրքրելու է բոլոր նրանց, ովքեր YouTube-ից շատ են օգտվում, այսինքն բոլորիս։ Իսկապես, որովհետև ինչքան կուզեիք YouTube-ից օգտվել առանց սպառելու ձեր ինտերնետը։ Ես ուզում եմ։ Ասեք, դե մանրամասնում եմ, ռիբյատ։ Եթե շատ ես օգտվում YouTube հավելվածից, ապա Viva-ի Why է YouTube-ի առաջին տարն է սակագնային պլանը, հենց քեզ համար է։ YouTube-ը հասանելի է Why սակագնային պլանում, առանց փաթեթում ներառված ինտերնետը սպառելու, ինչը քիչ առաջ ասում էի, ընդամենը ամսական հուշակեք։ Ընդամենը ամսական 3000 դրամով հետվճարային Why սակագնային պլանի շրջանակում դուք ստանում եք նաև 30 գիգաբայթ ինտերնետ, չի սպառվում այդ YouTube-ի ժամանակ։ Ուղղակի կա, տունա թող լինի։ 1500 րոպե ցանցի ներսում, ինչպես նաև դեպի ՀՀ այլ ցանցեր ԱՄՆ, Կանադա, MTS Ռուսաստան եւ Հնդկաստան կարող եք նաև այդքան խոսքրա ժամանակ անսահմանափակ զանգելու հնարավորություն ա դա եւ ներառված փաթեթը սպառելուց հետո, էս էլ է շատ կարեւոր, չամիջիկ։ Սիրելի հավելվածներից առանց բաժանորդագրության օգտվելու հնարավորություն։ Լու լավ բաներ ես կարդում, միշտ դուրս գալիս ապրես։ Որտեւ ես վստահում եմ մեր գործընկերոջը։ Ու աճել ես։ Տեսես հաղորդման ժամանակ բոլորը խափում են, բացի մեր գործընկերներից։ Օ, լավն է, ծափարենք մեր գործընկերներին, որովհետև մեր գործընկերների ցանկացած ինֆորմացիա կարող ես պատտել եւ ասել ճիշտ է, արդար է։ Գործընկեր, լավ գողացար իմ միտքը։ Գործընկեր ինչ։ Հավետ մեր ծրագրի հետ միասին։ Մի հատ էլ ասա։ Գործընկեր, նախընտրական է։ Գործընկեր, միշտ մեր ծրագրի կողքին։ Այ միշտ մորտ մեր ծրագրին ու հերու դեմքի Ռոբիեն դեմքից, որ Երրորդ փուլն է կասկածել է հյուրը այսօր այցելում է Ռոբի թիմին, ես ընթերցեմ կանոնները, որպեսզի իմանանք բոլորս ինչ ենք անելու, ինչպես ենք ջախջախելու հակառակորդին եւ գնանք առաջ մի ընդհատվիր։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ կամ
ոչ մեկի հետ կապել չունի նույնիսկ։ Մրցակից թիմը, այսինքն մենք պետք է պարզենք, թե կոնկրետ մասնակիցներից որ մեկի հետ կապ ունի կասկածելի հյուրը։ Երրորդ փուլում ճիշտ պատասխանի արժեքն է 3 միավոր, իսկ սխալ պատասխանի դեպքում այդ միավորները անցնում են մրցակից թիմին։ Եթե մենք սխալ պատասխանենք, մրցակից թիմը օդից հաղթում է, ոչ մի բան չարած, այսպես վատ խաղացած։ Չէ, հաղթելու եք Տիկ ջան դուք այսօր։ Սիրով եկեք ծափարություններով, այստեղ հրավիրենք երեկոյի կասկածելի հյուրին։ Կասկածելի, հյուրը։ Վիկա ջան, Նարենա, իմ ընկերուհին, ես մի անգամ նրա փոխարեն գնացել եմ ժամադրության։ Այս մեկը չգիտեմ։ Հիմա տեսնենք սա գիտես թե չէ։ Նարենա, Ճիշտ ասում։ նրա մայրը զզվում է Գարիկից եւ ատում է նրան։ Ճիշտ չի ասում։ Նարենա, նա իմ անձնական վարորդն է։ Անձնական ինչը։ Վարորդը։ Մեջքին ունի խաշի դաջված։ Վիկայից ենք սկսում։ Սկսենք։ Նարենա գիտենք, ընկերուհինա չգիտենք, ընկերուց սկսենք, հետո անցնենք արդեն ժամադրությանը։ Նարեի հետ ծանոթացել ենք իրական շատ շուտ, որովհետև Նարեի պապան Գրիգոր Բաղդասարյանը եւ ես աշխատում ենք նույն թատրոնում, կամերային թատրոնի դերասանա, Նարեի պապան շատ աղանդավոր, շատ մեծ բագաժով, բեքգրաունդով։ Նարեն գնա պապան գա կանգնի։ Նարեն գնա պապան գա կանգնի։ Բայց ո՞նց կարաս դու ուրիշի փոխարեն գնաս ժամադրության, չէ՞ որ ով որ գնում է ժամադրության, ոնց որ կոնկրետ ինչ-որ մեկի հետ ուզում է հանդիպի, դրա համար է գնում, ոչ թե գնամ մեկին հանդիպեմ։ Շատ լավն է, հարցը լավն է։ Իրականում այդ տղան մեր իմ ու Նարեի ընդհանուր ընկերն է։ Նույնիսկ, հա։ Իրանք Այսինքն որ երկուսից շատ լավ գիտի։ Նրանք երեքով են ապրում։ պատմեմ։ Հա, փորձի։ Տևական ժամանակ Նարեն ինչ որ ջերմ զգացմունք էր տածում, ատում եմ այդ բառը, տածում, ասա ածում։ ածում, դեպի այդ տղան։ Քանի որ ես իրոք սիրում եմ այդ տղուն, դու Լարվեց Դու գնա եւ եղեք միասին։ Եղեք միասին։ քանի որ կրկնում եմ, ես սիրում եմ այդ Երբ որ եկավ այդ պահը, որ Նարեն դի չուսլինի կես ժամից գնա հանդիպման, ասաց որ ինքը ահավոր լարված է, չի կարող։ Վիկուլ, դու գնա էլի Վիկուլ։ Հա, Վիկ կլինի, բայց ես չեմ գնացել իմ մեջ, չեմ գնացել ժամադրության։ Հա, ինչ, հա։ Ես գնացել եմ Նարեի ժամադրությանը։ Գնացել ես որպես իր support artist, support տատու արտիստ։ Ես տենց տրամադրված չեմ եղել այդ տղայի հետ ժամադրություն անել։ Չի կրկնում։ Հա, ուզում եմ կրկնեմ, որտեղ մի քանի անգամ ես պետք է կրկնեմ, տեսնեմ կարամ հասկանամ։ Աչա հարցրեց, բա Նարե սուր է, ես լուրջ ինձ։ Ասում եմ հետ հարցրեց, ես պատասխանեցի, որ Նարեն իրան լավ չի զգում։ Ու որպեսզի դու ստեղ մենակ այդ փողերը չծախսես, ես եկել եմ։ Ապա լավ բան է։ Շատ լավ։ Ու Նարեն էլ որ անհանգիստ էր ժամադրության համար, հիմա հանգիստ է, որ դու ես իր անկերոջ հետ։ Ոչ թե ուրիշ։ Հա, ոչ թե մենակ այդ։ Որ այդ տղեն չի եկել ու այդ տղեն արդեն այնտեղ իրան սպասում էր։ Հասկացա։ Այ հիմա հասկացաք։ Հարցեր։ Ընկավ տեղը։ Ընկավ, այո։ Տեղավորեցի։ Այս ամեն ինչ հիշեցրեց քո հերոսուհու եւ Հենրիկ Մխիթարյանի հանդիպումը, հիշեցեք։ Եկատերին ու Չարենցը որ հանդիպել էին։ Չարենցը։ Այ Վիկա ջան, հարցեր։ Վիկան։ Չունեմ հարցեր, չէ՞, ինչ հարց տամ։ Հիմա բեատ խնդրում եմ էլի, Նարեի մաման։ Մարի մաման, իրականում չի սիրում, ես հիմա ինչ եք հարցնում։ Ասա, ոնց չի սիրում, այնքան չի սիրում, որ հիմա դրա մասին բարձրաձայնում։ Այո, բարձրաձայնում է, ոնց ինչա, մարդը ունի ճաշակն ա։ Եկեք սկսենք այդտեղից, սկսենք տեղից։ Նախ Նարեն մեր փոքրիկ երեխան է, նրա մայրիկն է մեր ծանոթը։ Նարեն նույնիսկ Ռոբերտ Ձյաձեով է դիմում, նույնիսկ տենց, այդ տենց է շփում, ընկեր Ռոբերտ կամ ընկեր, չէ, ընկեր Ռոբերտը դա արվելի շատ ֆանակումբի կողմ է ինքը գնում։ Չէ, բազմաթիվ զրույցների, Գարիկ ջան, բազմաթիվ շփումների, բազմաթիվ դեբատների, նույնիսկ հանդիպումների Ոնց հասկացել, որ ինձ զզվում է, ոնց այդ խոսակցությունը չի հասկացել, ասել Ռոբերտ ջան, աչքով աչք չեմ սիրում ես։ Ոնց այդ հանդիպումը, ինչ պայմաններում եք հանդիպել, ինչ խոսակցություն։ Ընտանեկան, ոնց գործնական ընտանեկան։ Առաջին զզվող coming out-ը։ Ես ասում եմ coming out-ը, ասում եմ Ռոբերտ ջան, աչքով աչք, դե տեսնում եմ որ միասին հաղորդումներ ենք վարում, տեսնում եմ որ կապ ունեմ, հիմա շուն ենք, գել ենք, շփվում ենք իրար հետ։ Շփվում եմ, բայց տեսնում
ասում Ռոբերտ ջան, ատում եմ այդ Գարիկին, ասում եմ, Սուս ջան, բայց խի ցավ տանեմ, ասում եմ, ես դες չի որ քեզ վատաբանում այնտեղ գցում եմ, չիմանաս պաշտպանում եմ, բայց դժվար է պաշտպանել։ Լույս դժվար է պաշտպանել։ Այն մարդուն ում եկել ես իրանց տուն եւ մի կտոր հաց է տվել քեզ։ Դժվար է պաշտպանել քեզ։ Ասում եմ, լավ տղա է, բանա չի, ասում եմ, չեմ սիրում, ասում եմ, ոտում եմ Գարիկին։ Ասում եմ, բայց անկեղծ, ինչի համար ես ասում եմ, հիմա չեմ պաշտպանում, ուղղակի ինձ հետաքրքիր է ինչու չի սիրում, որովհետև մեծ մասը Գարիկին սիրում են, քաղցր արունը։ Հա, նենց նյաշ։ Իրաք սիրում նյաշ։ Cute։ Լավ։ Մեծ մասը սիրում են։ Ինքը ասում է, ես կարծում եմ, որ նա շարլատան է։ Բախտը ես կարծում եմ, որ լայմ ասում եմ, ես ինքը ավելի շատ սիրում է, ավելի շատ սիրում է Միխայել Ժվանեցկի, Ժվանեցկու կատակներն է սիրում, օրինակ, ավելի այդ հրյա, այդ ուկրաինական հրյա կողմի, այդ Օդեսայի հրյաները, էլի։ Դավիթ Հաշյանի կատակները չի սիրում։ Դավիթ Հաշյանը չի սիրում, ավելի Օդեսայի այդ հրյաների, այո, Օդեսայի կատակները սիրում է ինքը, ասենք թե սիրում է Լեռ Կամսարի Երվանդ Օցյանի գրքերը։ Ես բայց ինչ մեղավոր եմ։ Իսկ դե մեղավոր չես, բայց Ինչպես։ Քեզից ինչի չի զուգ։ Ժվանեցկու նման է մի քիչ։ Ես Ժվանեցկու Ինքերին ասի։ Ես Երվանդ Օցյանի գրքով եմ միշտ գնում իրաց տուն այսպես դեմքս պահած մտնում եմ ինքը չի հասկանում որ ես եմ։ Էլի մարդ ասեմ ում չի սիրում։ Անկեղծ էլի հայտիներից։ Հայկ Մարությանին։ Ինչի։ Չի սիրում ձեզ։ Այդ մարդը չի սիրում։ Սենց ասեմ, իդեպ այս երկու։ Բայց դա վիրավորական չի իմա։ Բայց ինչի է վիրավորական։ Մի րոպե։ Որ ուզում ես ասել, այդ մարդը չի սիրում։ Մի րոպե։ Ինչ ես ընկել դու։ Ախպեր, բանա հնչել, բացատրություն։ Ես բացատրություն։ Մի րոպե։ Քո արվեստը, բացատրում եմ, քո արվեստը համարվում է շատ, գիտես ինչ, ջրիկ։ Չէ՞ լույս եմ ասում, շատ ջրիկ եւ շատ ինքը թափանցիկ եւ մատների արանքով արվող նրա համար երևի։ Ինձ համար չէ։ Հիմա ասեք նորմալ չէ որ ինչ որ մարդ մի արտիստի չի սիրում։ Հա բայց եթերային բարձրած զայնման մակարդակի որ հասնի դա պետք է լինի յուրահատուկ զզվանք, էլի։ Ոսկի յուրահատուկ զզվանք։ Ասես կարամ ես բարձրացանեմ քասի միանշանակ։ Թող էդի իմանա։ Ոնց դու իմանում են հիմա։ Ես ուզում եմ ես էլ թաքցի, ես չեմ կարածա թաքցել։ Այսինքն որ դուք իրանից զզվանք խնդրում էլի թող երեխեն մեզ հյուր գա, որ ես պատում, էլի ես պատմությունը շատ սովորական։ Ես տենց ասեմ, ես այս պատմությունը այն ամենաառաջի եթերաշրջաններից պահում էի։ Չէի կարողանում ասի լավ, արդեն եկել է ժամանակը, որ սրա մասին պետք է իմանան։ Փորձել ես համոզել, որ պետք չի ատել։ Չէ, բայց պարզապես ոնց որ Սիրեք զմիմիած։ Բավական է։ Ետ անկեղծ ասեմ, այո, ասեմ, օքեյ է հիմա, հակակրանքա չեք սիրում նրան։ Մի քրֆեք նրան։ Չէ, լավ դե, նորմալ կիրթ կինա, ես ասեցի նոր շեշտեցի, ոնց կարա հայոյի քեզ։ Ես որտեվ կան հայ։ Որովհետև եթե հայոյի արդեն իմ հետ հարց ունեն։ Հենց լեքսիկոնի մեջ կան հայոյակներ, որ շատ կսազեր ինձ, բայց շնորհակալ եմ այս պատմության համար։ Եվ այո։ Հանցնենք վարորդի պարտականություններին։ Խնդրեմ, ներկայացու ոնց եղավ, ոնց ընտրեցիր, կաստինգ եղել է, չի եղել, ինչ կրիտերիաներ է պահանջում քեզ վարորդ լինելու համար, որ նա բավարարեց։ Ասեմ, Արա զզվում է իրոքապ է։ Հասկանում եմ, որ շատ ծանր է։ Շատ ցավոտ է։ Իրականում Նարեի հետ վերջերս եմ ծանոթացել, երևի մոտ 1 ամիս առաջ ու ինքը իմ հաճախորդու հետ եկել էր, ուղղակի հաճախորդուից եկել է դաջված կանելու, ինքը եկել էր, ընկերուհին էր։ Վարորդը եւ բերել էր։ Չէ, ընկերուհին էր եկել էր իր հետ։ Ընկերուհին էր։ Հա, ընկերուհին էր ու դե բնականաբար սեանսի ժամանակ ինչ որ թեմաներ ենք քննարկում եւ այլն։ Եվ ես հենց ջղայնացած պատմում եմ, որ ես արդեն 12 տարվա վարորդ եմ, ամեն օր վարում եմ, շատ եմ վարում, արդեն հոգնել եմ այս երթևեկությունից ու ամբողջ օրս անցնում է, կարելի ասել ղեկին, ու շատ եմ հոգնել այդ ամեն ինչից։ Ու Նարեն այդտեղ միջամտեց այդ խոսակցությանը ու ասաց, որ իդեպ հա ու ես ասեցի ընենց կուզեի մի հատ վարորդ, ասում եմ երազում եմ արդեն երազանք սա մի հատ վարորդ ունենամ, հանգիստ ես նստեմ, ինքը վարի, ես չներվայնանամ։ Դա ինչ անես։ Հանգիստ նստեմ, ուղղակի նստեմ։ Ասեմ, ուղղակի նայեմ կողքերս։ Հետևն ես նստում, թե դիմացը։ Չէ, հետևը։ Արքայի պես էլի։ Արքայպես։ Չէ, այդ չէ։ Չէ։ Սուի պես։ Ձերքը Չէ, դաջվածքի բան։ ու մեքենա նստողները որ սենց են անում շատ ծավալու այս խոսքանի պես ոսից մեր բակում նստած։ Չէ, ուղղակի հանգիստ սենց իմ համար
Սենց պրոսեկոն կողք, մի խոսքով էլի։ Պրոսեկոն։ Էդ ինչ ես նստում ես։ Իսկ դա ինչ ավտո է որ պրոսեկո։ Ռեստորանից նստում եմ։ Էդ ինչ ասում պրոսեկոն կողքս։ Ռեստորանա քշում, ռեստորանա քշում։ Շրջանով եք գնում գործի։ Ահա ճիշտ է, բայց պրոսեկո ստից բանա։ Ես արուն ուղղակի լավ եմ։ Շատ է հնչել էլի։ Թանկ արժեք արուն։ Ես Դոն Պիրինյոն։ Թանկ հնչեց։ Չէ։ Մեքենան իմն է։ Այսինքն Նարեն վարմա իմ Հետևն էլ է մեքենան։ քոնը, ինչ ուզես կան։ Պրոսեկոն էլ Պրոսեկոն էլ իմը մանավան չեմ բացում, միշտ ասած մի պրոսեկոնա, որ չբացեմ չպրծնի։ Մի խոսքով, ու քանի որ հա իմն է մեքենան եւ այլն, իմ համար ընդհանրապես պետք է որ ինձ ուղակի տանեն վերեն գոնե ինչ որ Ակետից բեկետ։ Այո։ Իսկ ունիֆորմա ունի Նարեն։ Ֆուրաշկա։ Չէ, ես նախարար չեմ։ Դուրը բացում, հա, որ դուս եք գալի դուք։ Չէ։ Վարորդի ոչ մի տենց էտիկետից չի օգտվում։ Ծխում է մեքենան։ Պարզապես շատ ոչ, իմ մեքենայի մեջ ոչ ոք չի։ Հայհոյում, հա։ Չէ, բայց Բանասու։ Այո, կողքի մեքենաներին։ ես թույլ եմ տվել ազատ արտահայտվել, Իսկ որովհետեւ իր մամայի ու իմ հետ կապված ինչ-որ բան։ ճիշտ ասած, այդքան մոտիկ չենք ճիշտ ասած, բայց Իսկ իրա ու աբոյի պատմություններից ես ինչ-որ բան չէ, պատմում։ ասում եմ, հələ այդքան մոտիկ չենք որ տենց հարցեր տամ, չէ։ Ու ընկերներ, ունեք հարցեր։ Կարող եք տալ, բայց կարող չտակել, արագ միանգամից։ Որ հասկանանք, Վիկան Նարեի փոխարեն գնացել է ժամադրության, Ռոբը ով նստում եւ կիսում է Նարեի մայրիկի հետ, դե ինչքան են ինձնից զզվում։ Արի ես չեմ կիսում, իսկ ասում են էդ։ Դու ուլիպես ձենդ կտրում ես, բանգեր չես, իմ մոտ քո մասին տես բան ասում։ Լուրջ եմ ասում, երկու անգամ կանչել եմ տեցի կռուկ, չի եկել, որ դասում է։ Մայրիկի։ Դե Նարեն բերեր, Նարենը գործի, հա։ Գործի։ Ասֆալտը լավ չի ինձ։ Ոչ միտեղ իմանալ։ Եվ իհարկե վարորդ Աննայի։ Նարենը, Աննայի վարորդ Նարեն։ Եվ կա տարբերակ, որ Նարեն պարզապես Ոչ մեկ հետ կապ չունի։ ոչ մեկ հետ կապ չունի, ճանաչում են բոլորն, ասում են Նար կգա զորահորդման, մի բան։ Նոր ջան կգաս վերաղորդեմ, գա, վայ, լավ, այս ոչ մեկ հետ կապ չունի, գնացինք գրեց։ Հա բարդ է, բան չունեմ ասելու, բարդ է, բայց հաստատ Ռոբի պատմությունը չի։ Եթե դու Ռոբի տարբերակը բացառում ես, ուրեմն ոչ մեկ հետ կապ չունի։ Դու չես բացառում, ցավը տանում։ Արա տիգնա դու իմ մեր թմից ես իմ աղբերն ես դու։ Այդ դու այսօրվանից իմ աղբերն ես։ Փոխ գնում եք նոտար Մարտիրոսյան դառնանք։ Դու էլ Մարտիրոսյան չես։ Ֆուտբոլային հանդիպան ժամանակ կասես հիմա կտանի քո համար։ Դառնակ, երկուսդ է դառնակ։ Ռոբի ազգանունը վերցնես, էլի։ Okay։ Ես մտածում եմ, որ ոչ մեկի հետ կապ չունի Նարեն։ Նու, այսինքն բոլորը ճանաչում են, բայց Բայց պատմություններով ոչ մեկ հետ կապ չունի։ Խնդրում եմ Գարիկին ժողովուրդ մի տես թերագնահատեք։ Խնդրում եմ քիչ արագ էլի մտածեք։ Ֆորմատը, ձևաչափը արագ մտածել եմ։ Հա, երկուսով էլ ասել եք ոչ մեկ կապ։ Okay։ վրիցը գցի այդ բերը։ Մեր Նարեն ոչ մեկ հետ կապ չունի։ Կապ չունի։ Բոլորը ճանաչում են Նարեն։ Նարե ջան, Ոչ մեկ ներկայացի։ հետ Խոստովանեք։ Ասա որ մենք հաղթել ենք։ Նարե ջան, խնդրում եմ ներկայացեք։ Ողջույն բոլորին, ես Նարեն եմ ու իմ մայրիկը չի սիրում Բրավո։ Ես ասում եմ որ մեկ եզար կարել։ Այո։ Էդ էլ չի օգտում։ Այո։ Օրը Գիտեմ, Նարեի մայրիկը այստեղ է։ այստեղ է տապորով։ Այո, Նարեի մայրիկը։ Օլի փայտով այստեղ է։ Ման եկեք բարձր չապարայք Նարեին, մայրիկա շնորհակալություն։ Նարե ջան, շնորհակալ եմ շատ այս պատմության, մամային ջեր բարեցել։ Շատ ջեր բարներ մամային։ Նիսմատրյանի նաշտ։ Իմ համար ամենաանկեղծ կինն է։ Շատ եմ հարգում։ Շատ։ Դեռ շատ կհանդիպենք ասա։ Նարե ջան, ցավոթան։ Ծափարեք։ Ես միշտ ասել եմ, Նարեն իր դասյակությունն ընտանիքը որտեղից ինքնա դուրս եկել, փայլուն ջերմ պոզիտիվ մարդիկ։ Ապրեք, Նարե ջան, բարև եղեք։ Շնորհակալություն։ Խնդրում եմ ինքնիավոր։ Անհավանական է պրոստը։ Զորություն, անհավական չէ, վիրավորական ամենաշատ։ Վիրավորական է նայած ում համար հարգելի Վակտորիա։ Հիմա պատկացա մեր օնքտունը։ Իա, տղուս։ Վայ, ես ինչ ուրախ է անցնում։ Ինչ
Ինչ գրեմ 5։ 3 էլ գրես գոհեմ։ 7 էլ գրես։ 2.5 նույնիսկ գրես գոհեմ ես։ Միևնույն է, բայց մենք սիրում ենք Օրա, ուսում մի բանից ամաչեմ, բայց չգիտեմ ինչից եմ ամաչում։ Դար, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ։ Գիտես, ավելի լավ է որ կամ սիրում են, կամ չեն սիրում։ Ոսի ավելի լավ ոչ մի բան չկա այս պատմում։ Եթե անտարբեր են, դա ավելի վատ է։ Իհարկե, անտարբերությունը դա կործանարար է։ Հիշում ես, բայց Դանթեն, հիշում ես։ Իհարկե Դանթե Ալիգերի մասին է խոսքը, Ալիգերին հետ գլումով։ Բայց կարևորը մենք մեր գարիկին սիրում ենք։ Նրան վեր ենք բարձրացնում։ Ես պայքարում եի Նարեի մամայի սիրո համար։ Նրան վեր ենք բարձրացնում եւ սատարում ենք քեզ եղբայր։ Քեզ վրա կարող է քարեր նետեն, բայց դու այդ քարերով կստեղծես պատվանդան եւ կկանգնես այդ քարերի վրա որպես արձան դեպի հայոց աշխարհ։ Ուղղակի քարը մի հատ է, չեմ կարող կանգնել։ Դա անկապ իրավիճակ է, էլի, ոչ օգուտ է, ոչ։ Լավ։ Մենք սիրում ենք քեզ, միևնույն է։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Կասկածելի երեկոներ։ Մինչև Գարիկին նվիրված է, չէ՞, այսօր հաղորդումը։ Կհանդիպենք։ Առաջ չեմ կարող ուրախ փագեմ ես։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։